Հայաստանում միշտ էլ վերադառնալու ցանկություն ես ունենում։ Վերադառնալ այն վայրեր, որտեղ արդեն եղել ես, որտեղ հիացել ես, որտեղ հաճելիորեն զարմացել, մտապահել պատմություններ, տեսարաններ, բույրեր, վայրն ընդմիշտ հիշողության մեջ դաջելու համար։ Մեր ստեղծագործական խումբն այս վայրում արդեն մեկ անգամ եղել է։ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեխովիտ գյուղն է, բայց եթե մեր առաջին այցելությունը պատահական էր, ոչ թե մտադրությունը, այլ Գեղարքունիած ոլոր-մոլոր ճամփաները մեզ տեղ հասցրին, ապա այս անգամ հատուկ հրավիրված ենք գեխովիցիների կողմից։ Ասում են գյուղում կիսատ պատմություններ ենք թողել։ Այս անգամ Գեխովիտի ուժի մասին հյուսվող պատմության ողջ համակարգումը գյուղն, ինչպես ասում են, թաղից թաղ, տնից տուն ճանաչող այրուկին պարոն Սասուն Ասատրյանն ու տիկին Հեղինե Ղիմոյանն են ստանձնել։ Այս համայնքը ներառում է երկու գյուղեր՝ Գեխովիտն ու Հարևան Լեռնակերտը։ Խորհրդային տարիներին գեխովիցիների մի քանի ընտանիքներ Հարևան գյուղ տեղափոխվեցին, եւ փաստորեն լեռնակերտցիները նույն գեխովիցիներն են։ Լեռնակերտն այսօր ոչ միայն ազգակցական կապերի մեջ է Գեխովիտի հետ, այլև բարեկամական, ավելի խնամիական հարաբերություններ է հաստատել Հարևան Մադինայի հետ։ Լեռնակերտում մոտավորապես 400-ից ավելի մարդ է ապրում։ Այս մեղմ ասած կիսախարխուլ, իսկ ավելի դիպուկ նկարագրված խարխուլ կառույցը Լեռնակերտի դպրոցն է։ Ինչպես Լեռնակերտի, այնպես էլ Գեխովիտի աշակերտները վաղուց արդեն ապացուցել են, որ ուսումնատենչ եւ նպատակասլաց կարելի է լինել նաեւ սովորելով ոչ բարվոք վիճակում գտնվող դպրոցում։ Գեխովիտում երկու դպրոց կա, աշակերտների մեծ մասը բաժին է ընկել թիվ 2 դպրոցին։ Դպրոցի տնօրեն պարոն Մանվել Սաֆարյանը տխրությամբ համեմատում է։ 2000 թվականին, երբ ինքը ստանձնեց դպրոցի տնօրենի պաշտոնը, մոտ 650 աշակերտ կար։ 12 տարիների ընթացքում աշակերտների թիվը գրեթե 100-ով պակասել է։ Պատահում է, որ հենց ուսումնական տարվա կեսին դպրոցից աշակերտ է հեռանում, որովհետև ընտանիքը, սպառելով գյուղում լավ ապագա ապահովելու հնարավորությունները, կորցնելով հավատը, փնտրումները շարունակում է արտերկրում։ Աշակերտների համար դպրոցում սովորելը բառից բուն իմաստով կյանքի համար վտանգավոր է։ Պատճառը շենքային պայմաններն են։ Ուսուցիչներն ու աշակերտներն ամեն օր դասասենյակ են մտնում առաստաղի կամ հատակի փլման վախը սրտերում։ Հիմնադրման օրվանից մինչ օրս դպրոցն աշխատել է երկերտ։ Եվ բնական է, եթե շատ շինություններ կարող են մաշվել միայն ֆիզիկապես մի հերթ գործելու պայմաններում, մեր պարագայում շենքը եւ ֆիզիկապես է մաշված եւ բարոյապես, որովհետև աշխատում է երկերտ, ծանրաբեռված ռեժիմով, եւ բնական է, որ այս պարագայում այդ դժվարությունները հաղթահարելով մենք ունեցել ենք եւ այսօր էլ ունենք բավականին շատ դրական արդյունք։ Մինչև վերջերս դպրոցը նույնիսկ ջուր չուներ, այն դեպքում, երբ Գեխովիտը քաղցրահամ ջրերի հսկայական պաշարներ ունի։ Աստծո կամոք բարի մարդիկ գտնվեցին, ու թիվ 2 դպրոցի ջրատար խողովակները վերջապես ջրի հետ էլ ծանոթացան։ Չնայած դպրոցի շենքային պայմանները սարսափելի են, բայց կրթական գործընթացի վրա չեն ազդում։ Նույնիսկ վթարային պայմաններում անցկացվող դասերն իրենց որակով եւ տեղեկատվական հագեցվածությամբ մայրաքաղաքի դպրոցներում կազմակերպվող դասերին չեն զիջում։ Իմ շրջանավարտները իրենց գիտելիքներով, իրենց հմտություններով պիտանի մարդ են լինելու դառնալու, ծառայելու են Հայաստանի Հանրապետությանը, մեր տղաները համալրելու են ազգային բանակի շարքերը, տարբեր բնագավառների ուղղությամբ իմ դիմորդները ընտրել են տարբեր բնագավառներ, սկսած մանկավարժությունից, բժշկություն, ռազմական, տարբեր ուղղություններով իրենց մասնագիտական ընտրության մեջ, եւ մեր այս սուղ պայմաններում մենք այնուամենայնիվ շատ լավ շրջանավարտներ ենք տալիս։ Մեր այցելության օրը դպրոցում անցկացվում էր ավարտական քննություն։ Գեխովիցիները հպարտությամբ են ասում, այս տարվա 66 շրջանավարտներից 20-ը պետական ուսումնական տարբեր հաստատություններ են դիմել։ Սաթենիկը նրանցից մեկն է։ Նպատակներ ունեմ ընդունվելու Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը։ Ցանկանում եմ այնտեղ շարունակել ուսումս,
ավելի լավ կլինի, որ կարողանամ ավելի լավ սովորել, քան մնացած իմ տարիները դպրոցում եւ ցանկանալի է, որ այնտեղ սովորելու ընթացքում ես կարողանամ ինչ-որ չափով պրակտիկա ձեռք բերել, կցանկանայի սովորելուց հետո վերադառնալ գյուղ, այստեղ մեր հարազատ դպրոցում շարունակել որպես արդեն մանկավար։ Եթե Սաթենիկին հաջողվի երազած բուհ ընդունվել, արդյոք բարձրագույն կրթություն ստանալուց հետո գյուղ կվերադառնա։ Այս մասին ինքն էլ է մտածել։ Դեռևս հստակ ոչինչ չի որոշել։ Ժամանակը ցույց կտա։ Բնականաբար ոչ մեկ չի ուզենա իր ծննդավայրից հեռու լինի, եթե պայմանները լավ լինեն, այնպես չի, որ լրիվ մնալու են այնտեղ, հաստատ 90% է հետա գալու, որովհետև նախ կարոտը չի թողնի, որ մնան այնտեղ, հետո արդեն չեն կարողանա հարմարվել երևակային։ Զրույցի ընթացքում Սաթենիկն անկեղծանում է։ Մարզերում երեխաներն ավելի լավ են սովորում, որովհետև մտածում են, թե միայն լավ սովորելով կկարողանան քաղաք գալ եւ ավելի լավ ապագա ունենալ։ Այլապես օրինակ աղջիկների համար դպրոցն ավարտելուց հետո գյուղում մնալով միակ ապագան ամուսնանալն է։ Այնուամենայնիվ Սաթենիկը վստահ է, եթե գյուղում կենսապայմաններն ավելի լավ եւ ժամանակակից աշխարհին համապատասխան լինեն, ապա մայրաքաղաք սովորելու մեկնողներից եթե ոչ բոլորը, ապա մեծ մասը հաստատ գյուղ կվերադառնա։ Դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Տիկին Ռիտա Պողոսյանը 1984 թվականից Գեհովիտում է ապրում։ Երևանցի է, այստեղ իբրև հարս է եկել։ Երևանցի հարսը իր որոշման համար չի էլ զղջում։ Վաղուց արդեն տիրապետում է գյուղական բոլոր աշխատանքներին։ Պնդում է, Գեհովիտը հրաշալի վայր է։ Նույնիսկ մայրաքաղաքի կենսապայմաններին սովոր մարդը կարող է այստեղ ապրել, միայն թե լինի ցանկություն եւ ստեղծվեն մի քիչ էլ հնարավորություններ։ Ընկեր Պողոսյանը գյուղի միակ երևանցի հարսը չէ։ Տիկին Քանակ Հարադնոյանը ավարտել է Երևանի պետհամալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի գերմաներենի, այնուհետ էլ Պյատիգորսկի համալսարանի անգլերենի բաժինները։ Այսօր գյուղի դպրոցի օտար լեզվի ուսուցչուհին է։ Եվ ամեն ինչ արվել է սիրով, համբերությամբ, հասկանալով, որ ավելի լավ է դժվարությունները հաղթահարել, քան թե նահանջել։ Պիտի այդ բոլորը անցնես, որ ստացվի։ Ու ստացվել է, լավ է ստացվել։ Սկեսուրը համբերատար էր մոտենում երևանցի հարսին։ Մեծամասամբ այո, կարելի է ասել։ Սովորացնում էր ամեն ինչ։ Ահա, ջան ասում էր, այ այսպես։ Իհարկե, սկզբնական շրջանը բավականին դժվար էր, բայց հետագայում, ասենք նույնիսկ ինձ համար հետաքրքիր էր, թե ոնց են այսպես անում, իմ մոտ կստացվի, թե չէ, վերջապես իրոք, որ ասենք հաղթահարելի եղավ եւ արդյունքը իհարկե ինքդ էլ ուրախանում ես, որ երեխաները վայելում են, ընտանիքը վայելում է։ Տիկին Քանաքարան ժամանակին երգել է Հովհաննես Չեքիջյանի երգչախմբում, հանդես եկել աշխարհի մեծ բեմերում։ Ձայնն այսօր թեպետ առաջվանը չէ, բայց հոգում ապրող երգերը հաճախ նաև շրջապատի համար են լսելի դառնում։ Վազող Ինչ կլիներ, եթե մնար մայրաքաղաքում, որտեղ կլիներ հիմա։ Միգուցե եւ հայտնի երգչուհի լիներ, կամ էլ արդեն այս մասին մտածելն անիմաստ է։ Երջանիկ է, որ երջանիկ ընտանիք է կազմել ամուսնու պարոն Սամվելի հետ։ Ընկեր Մարտիրոսյանն էլ մաթեմատիկայի ուսուցիչ է։ Գեհովիցիների նախնիները եկել են Ալաշկերտից, բայց պարոն Սամվելի ընտանիքը բացառություն է, եկել են Էրզրումից։ Տատս անընդհատ պատմում էր, միշտ ասում էր, մի հատ գնայի երգիր է, ասում երգից տեսնեի հետ գայի։ Էրզրումի Դվնիկ գյուղ գոյություն ունի, ունեցել է 80 տուն հայ բնակիչ, հանրագիտարանի 3-րդ հատորում կա։ Ունեցել են Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ մինչեւ 4-րդ դասարան կանանց ու տղաների վարժարան։ Ոնց։ Հա։ Այդ 80 տուն բոլորն էլ եղել են հայեր։ Տատս, որ այդ լեգենդար կինը, որ հորս բերել է, նա պատմում էր, որ կային գյուղեր, որոնց մի մասը թուրքեր են եղել, մի մաս հայեր կամ քրդեր, գյուղեր են եղել, որ լրիվ հայեր են եղել, գյուղեր են եղել, որ լրիվ թուրքեր։ Մեր գյուղում ոչ մի թուրք չի եղել, լրիվ հայեր են եղել։ Իհարկե այդ 80 տուն բնակիչ, երևի մի 80 տունը մի 800 բնակիչ ունեցել, այն ժամանակ ընտանիքները շատ մեծ են եղել, էլի։
մենք մոտ մի 40 շունչ ենք ունեցել, մենակ կարողացել է տատս փախցնել, հորս բերել, մնացածները զոհ են գնաց։ Գյուղի միակ սասունցիների ընտանիքն էլ Ասատրյաններինն է։ Ընտանիքի ավագն ու գլխավորը 78 տարեկան Մամիկոն Պապիկը հիշում է մեծերից լսած պատմությունները, թե ինչպես սասունցիները կեղովիթ հասան։ Մի աղջիկ ենք ունեցել, այդ աղջկան Թուրքիայից սիրահարվել է, ուզեցել են ուզել այդ աղջկան։ Մեր պապը ասում է, թե հարսանիքներ սովորաբար աղջիկ ուզել, կատարում աշնան, ձմռան, սպասեք, աշուն գքա այդ հարցը լուծենք։ Իսկ մինչև մեր պապը կազմակերպում է դրանց ազգուտակին, ասում է դուրս են գալիս այստեղից, թե ինչի ասում է կամ պետք է պատերազմեն կապան։ Մեզ թուրքին աղջիկ տվող չէ, դրանից հետո գալիս են Ալաշկերտ, որից հետո տեղափոխում Ալաշկերտից թողնում գալիս են այստեղ։ Միայն իրենց մշակույթը, պատմությունը պաշտող, ինքնության համար պայքարող հայերը կարող էին երկար ու դաժան գաղթի ճանապարհներով նույնիսկ անհրաժեշտ սննդի, հագուստի եւ ոսկու փոխարեն բերել խաչքարեր ու գրքեր։ Այդ ճամփաներով անցած ու մեզ հասած սուրբ գրքերը թվում է թե ավելի են սրբացել։ Այդպիսի մի գիրք էլ Վաչե պապի տանն է պահվում։ Բերվել է Ալաշկերտից։ Պատմում են, որ այս ավետարանը օգնել է ծննդկան կանանց։ Ծննդաբերության ժամանակ դրվել է կանանց գլխավերևում եւ երկունքի ցավերը մեղմացել են։ Վաչե պապն ուրախ է եւ գոհ, որ իր նախնիները հենց Գեհովիտի տարածքում են բնակություն հաստատել։ Սա մեր պապական հողն է, իմ երեխեքտուն չեմ սիրում։ Ես ուտած տեղեր շատ եմ եղել, շատ եմ եղել։ Բայց հիմա վերջի ժամանակներ այստեղ է պետք, այս հողի վրա։ Այդպես շատ լավ բան կա։ Հացս կա, ջուրս կա, օդն լավ, երեխեքտուն լավ, աշխատում ենք, ապրում ենք։ Տարբեր վայրերից Գեհովիթ հարս եկածները հաճախ կատակով ասում են, թե Գեհովիցի տղաներն ընտրել են տարբեր շրջանների լավագույն աղջիկներին ու այստեղ Գեհովիթ բերել։ Էլ ինչ կատակ, եթե կատակի գոնե կեսը լուրջ չէ։ Նաիրա Գոգչյանը վանաձորցի է, ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի նկարչագծագրական բաժինը։ Ինչպես իր ընկերուհիներն են պնդում, Նաիրայի մատներից ոսկի է թափվում։ Ձեռարվեստի հետ առնչվող ամեն ինչին է տիրապետում, բայց առաջին տեղում հելունագործությունն է։ Նաիրան փորձում է գոնե գյուղում պահպանել ձեռարվեստի այն ճյուղը, որն արդեն մոռացվում է։ Ավելի շատ սիրում եմ այն ժամանակ աշխատել, երբ որ լարվածություն կա մոտս, սրանով հանգստանում եմ ես, լիցքաթափվում եմ, մեծ հաճույք եմ ստանում։ Երբ Նաիրան չի գործում, չի նկարում, իր սիրելի բույսերի խնամքով է զբաղվում։ Ներսում եղած ջերմությունից նրանց էլ է փոխանցում։ Ասում են հենց դրա շնորհիվ է, որ Նաիրայի տանը բույսերն առանձնահատուկ լավ են աճում եւ միշտ ծաղկում։ Սերը չի ծերանում, սիրելու համար էլ երբեք ուշ չէ։ Ժողովրդական իմաստության ճշմարտացիությունն ապացուցում է 94-ամյա Աբով Խաչատրյանը, ով երիտասարդական ոգևորությամբ պատմում է ոչ թե նախկին, այլ ներկա սիրո մասին։ Հա, հիմա այն մարդն էլ է սիրում, այն մարդն է չի կդրվում դրանից, ասում է, ուզում եմ կալ տեսնել մի րոպե, բայց չի կարող, իջատի չէ մարդը։ Աբով պապիկի սիրո պատմությունը ժամանակակից սիրային մելոդրամայի սյուժե է հիշեցնում։ Երիտասարդ Աբովն ու իր համադասարանցի Խենթի պես սիրում էին մեկ-մեկու եւ պատրաստ էին ողջ կյանքը միասին ապրել։ Սակայն սկսվեց հայրենական մեծ պատերազմն ու Աբովին բանակ տարան։ Սիրելին շարունակում էր սպասել նրան, քանի դեռ մի օր էլ գյուղ հասավ Աբովի մահը գուժող սև թուղթը։ Սիրելիին մահացած համարող պարուսիկը որոշ ժամանակ անց ամուսնանում է ուրիշի հետ, սակայն տարիներ անց Աբովը գյուղ է վերադառնում ու իր սիրելիին տեսնում արդեն ուրիշի կնոջ կարգավիճակում։ Հանգամանքները այդպես է դասավորվել, Քաստր ջան, այնպես է դասավորվել, որ իմ ճանապարհը նրանից անջատվել է բոլորովին, ես ընկել եմ Սիբիրի կյանքում, ջերության մեջ եւ այլն, իսկ նա էլ ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի դեպուտատ, Հայաստանի Գերագույն խորհրդի դեպուտատ էր, Լիչկի միջնակարգ դպրոցի ուսմասվարներ, դասավորվել ամուսնանում է ուրիշի հետ։ Ճակատագիրը բաժանեց, բայց նույն ճակատագիրը տարիներ անց միացրեց սիրող սրտերը։
Ամուսինը գիտեր իր ամուսինը, քավարչի էր, ոստի բարդ էր, ոստի բնավորության մարդը։ Կներեք, երկու մեծ նկար շրջանակն մեր ճարած։ Այստեղ իմ նկարներ, մեջտեղ այդ իր կնոջ նկարը, այնտեղ իր նկարը։ Այս կնոջը հարցրեց այդ աղջկան հարցի, ինչ անհարմար վիճակի այ մարդ։ Այն մարդը չի խանդում, ասած չէ, մեր պատմությունը նա քեզանից է լավ գիտի, ինձանից է լավ գիտի, ինքն է քո մեծ նկարը շրջանակի մեջ դրել։ Աբով Խաչատրյանը երկար տարիներ եղել է գյուղի հայոց լեզվի և գրականության ուսուցիչը, մի շարք գրքերի հեղինակ է, այդ թվում Կարապի վերջին երգը, 3 անգամ ծնված, 3 անգամ մեռած մարդը եւ այլն։ Հոգով պոետը չէր կարող իր սիրելիին էլ բանաստեղծություններ չձոնել։ Արի սիրուհիս, մի լինիր քարսիրտ, բեր ինձ մայքդ, ժպիտդ բեր ինձ, արի գետ մի օր ցույց տուր ինձ սերդ, մի մերժիր իմ սերը, մի լացրու ինձ։ Այդ առաջին նամակը, որ գրել եմ օտարությունից, դա վերնագրի տակն էի գրել։ Աբով պապիկի հետ կարելի է ժամեր շարունակ զրուցել ու համոզվել, որ 94 տարեկանում կարող է միայն մարմինը ծերանալ, իսկ հոգին ոչ։ Ես ինքս ինձ եմ ասում, հազար ցավ ես դու տեսել, ծերության էլ դիմացիր, և ես բավականան հարմար դիման մեմազիկ ժան։ Քանի դեռ սիրում եմ, ուրեմն ապրում եմ։ Սիրառատ պապիկի կյանքի բանաձևը կարելի է հենց այսպես ձևակերպել։ Աբով պապիկի եւ իր սիրեցյալի պատմությունը խոստանում ենք շարունակել, այնպես ինչպես Աբով պապիկին էլ խոստացել ենք ներկա գտնվել իր 100-ամյակի տոնմանը։ Հայկական գյուղերն այսպիսին են։ Մեր գյուղերում պարզ ու անկեղծ մարդկանց հետ հետաքրքիր զրույցների պակաս երբեք չի լինում։ Հայի ուժի մասին պատմությունների վերջում մեր գյուղերում երբեք վերջակետ չի դրվում։ Պատմվածի կողքին միշտ էլ չպատմվածն է մնում։